Սիրելի բարեկամներ, ստուդիայում ձեզ հետ եմ ես, Արաս Սարգսակ Նալչաջյանս, Լարմաս հաղորդաշարն է եթերում։ Հաղորդաշարի նպատակն է հայության համախմբումը, ինչ միջոցով։ Նախ եւ առաջ հայոց ազգային գաղափարախոսությամբ, որ կոչվում է Լարմաս, եւ քանի որ մեր հաղորդաշարը ներկայացնում է այդ գաղափարախոսությունը, ուստի հաղորդաշարը եւս այդպես է կոչվում՝ Լարմաս։ Հիմնական իմաստն է առ մասիս, դեպի մասիս, դեպի հայության եւ Հայաստանի գլխավոր խորհրդանիշը։ Եվ այսօր Լարմաս հաղորդաշարի մեր հերթական թողարկմանը հեռավար զրույցի ենք հրավիրել Նիդերլանդաբնակ հայ Royal Translations ընկերության հիմնադիր տնօրեն Արցախի Մելիք Բեգլարյանների իշխանական տան շառավիղ Վալենտինա Բեգլարյանին։ Բարև ձեզ, Տիկին Բեգլարյան։ Բարի երևոքո, բարեշնոր Սարգսակ, բարև Արաջան, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Մեր հաղորդման Լարմաս անվանումից հեշտ է եզրակացնել դրա յուրահատուկ լինելու մասին, քանի որ այն իր էությամբ իսկապես կտրուկ տարբերվում է այլ հեռուստահաղորդումներից։ Ինչ գիտեք Լարմասի մասին առհասարակ։ Լարմասը, եթե խոսենք մեկ, այսինքն նկարագրենք մեկ բառով, դա բռունցք է։ Բռունցք, որը շատ երկար ժամանակ մեր հայ ազգը չուներ եւ դրա կարիքը շատ կար։ Եվ վերջապես եկավ այն դաշինքը, որը բռունցքի պես հավաքեց բոլոր հայերին, որին ես շատ ողջունում եմ։ Բռունցք նկատի ունեք, որ մատները ոչ թե առանձին են ձեռքի, այլ բռունցքված են, միավորված են եւ մեկ ամբողջություն են կազմում շնորհիվ այս գաղափարախոսության։ Իհարկե դեռ ճանապարհ ունենք անցնելիք, երկար ճանապարհ, բայց սա հանգեցնում է այդպիսի բռունցքման։ Դա նկատի ունեք, որքան հասկանում եմ։ Այո, նկատի ունեմ այն բռունցքը, այն միասնական, վերջնական բռունցքը, որը պակասում էր մեր ազգին։ Աշխարհասփյուր հայությանը համադրող, համատեղող, հավաքող, միտեղ կոորդինացնող մի բռունցք, որը կլիներ այն ուղեղը, այն կոորդինացիան, այն կարգավորող ուժը, որ կկարողանար ամբողջ հայությանը միացնել մեկ գաղափարախոսության, մեկ գործադիր բռունցքի մեջ։ Դա հենց Լարմասն էր, որը որ ստեղծվեց եւ որի համար ես շատ ուրախ եմ, ողջունում եմ Լարմասը։ Արդյոք դա է պատճառը, որ դուք աջակցում եք հայոց ազգային գաղափարախոսությանը, Լարմասին, թե այլ պատճառներ եւս կան։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ, Արաջան, եւ ինձ առաջին անգամ այնպես բախտ վիճակվեց հասկանալ Լարմասին, ծանոթանալ Լարմասին, այսինքն ես շատ լավ պատկերացում չունեի դեռ Լարմասի մասին եւ դա ինձ խանգարեց այն փաստի մեջ, որ մենք այս պահին գոյաբանական խնդիր ունենք հայ ազգը եւ ես մտածում էի միթե այս ճգնաժամային իրավիճակում պիտի մենք ինչ որ մի դաշինք ստեղծելու մասին մտածենք, բայց երբ ծանոթացա ավելի խորքային Լարմասի ամբողջ աշխատանքակազմի, գործիքակազմի հետ, թե ինչ է պատրաստվում եւ ինչ է իրենից ներկայացնում Լարմասը եւ ինչ գաղափարախոսություն է ընդգրկում իր մեջ, այդ պահից ի վեր ինձ համար նոր աշխարհ բացվեց, քանի որ գոյաբանական պայքարը, այո, սկսվում է հենց այստեղից։ Ինչու՞, որովհետև եթե մենք բոլորս խոսում ենք, որ մենք խնդիր ունենք, մենք լուծելու խնդիր ունենք, բայց չգիտենք որտեղից սկսենք այդ խնդրի լուծումը, որտեղից է սկսվում, ապա մենք մեծ խնդիր ունենք առաջ գնալու եւ շատ եմ լսում, որ բոլորս ասում ենք, շատերս ասում ենք, բայց մենակ ինձանով ոչինչ չի լինի։ Հիմա եկավ այն պահը, որ բոլորս առանձին մենք մեր ներդրումով կարող ենք միանալ այս մեծ համաշխարհային համահայկական գաղափարախոսությանը դաշինքին եւ լինել դրա մասնիկը եւ նաեւ պայքարել մեր գոյաբանական պայքարը տանել այս ճգնաժամային իրավիճակում եւ ինչու՞ չէ բարգավաճել ու դառնալ ավելի հզոր, ավելի մեծ, ավելի լավ օրինակելի երկիր Հայաստան։
Դուք պնդում եք, որ ազգային գաղափարախոսությունը լարմասը միավորող միջոց է, գործոն է, հայությանը միավորող։ Ինչպես, ինչ մեխանիզմով եք պատկերացնում այդ միավորումը։ Կարող եք ավելի հանգամանալից կերպով ներկայացնել ձեր մտածումները այս մասին։ Փորձեմ, ինչպես եմ ես պատկերացնում, իմ պատկերացմամբ այսպես է, բոլոր մինչ այժմ մենք շատ տարբեր ենք եղել, այսինքն մեր տարբերությունները, աշխարհասփյուր հայության տարբերությունները, լեզվի տարբերությունը, մտածելակերպի տարբերությունը, ասենք տարբեր երկրներում ասիմիլացված լինելու հանգամանքը մեզ պառակտել է միշտ եւ թույլ չի տվել, որպեսզի կարողանան կոնսոլիդացնել հայկական ուժը, հայկական գաղափարը, հայ լինելը եւ դա միայն պառակտել է մեզ։ Իհարկե դա պիտի կարողանայինք օգտագործել որպես մեր գործիք, որպես մեր հայկական հայաբանության ուժ, բայց չկարողացանք դա անել, որովհետեւ տարբերություններն էր շատ։ Կարծում եմ այս մեխանիզմը դա միակ գործող մեխանիզմը կլինի, որտեղ որ տարբերությունները կդառնան մեր ամենամեծ գործիքը, որովհետև այստեղ ամեն մի իրարից տարբերվող հայ կկարողանա ունենալ իր ներդրումը, իր մասնաբաժինը եւ դա կօգտագործվի լարմասի ամբողջական դաշինքի ավելի լավ, ավելի ճկուն գործունեության համար։ Կարծում եմ իմ պատկերացնելով գործնական դա լարմասի գործնական կողմը հենց այսպես պիտի լինի, որ դա կլինի մեխանիզմը, որը որ հայությանը կհամախմբի եւ ոչ թե կպարակտի այս դեպքում։ Իսկ հոգեբանական, կառուցվածքային, կազմակերպչական եւ այլ ինչպիսի մեխանիզմներ եք տեսնում հայության համախմբումը, միավորումը կյանքի կոչող։ Այս լարմասի շրջանակում հենց նկատի ունեմ։ Այո, հարցը ավելի կտրուկ նայենք, հա, ուրիշ կողմից նայենք, մեկ այլ անկյունից։ Եթե տեսնենք տարբերությունը որպես հոգեբանորեն, ես կասեի մեր բոլորի մեջ կա մի ցանկություն լինել մեծ ինչ-որ մի գաղափարախոսության մասը, կազմել այդ մեծության մի մասը։ Տեսեք, երբ որ խոսում ենք, որ մենք հայ ենք, մենք պարզանում ենք, որ մենք հայ ենք, դա լինի Հայաստանում, լինի Սփյուռքում, մանավանդ Սփյուռքում դա ավելի զգալի է դառնում, բայց որպես հայ, լինել հայություն որպես մեծություն, ցավոք սրտի չենք կարող հիմա ասել, որ ունենք այդ իմպերիալական գաղափարները, որ մենք կրում ենք Հայկ Նահապետի անմիջական ներգործությունը մեզ վրա որպես հայ, ցավոք սրտի շատ ենք հեռացել դրանից, ժամանակն է դրան մոտենալու եւ կարծում եմ հոգեբանորեն սա ամենալավ տարբերակն է, որպեսզի միանանք մեծ մի դաշինքի, միանանք մեծ մի գաղափարախոսության, լինենք դրա մի մասնիկը։ Դա հոգեկան, այսինքն արժեհամակարգ լինի, որին որ մենք պիտի սատարենք։ Այսինքն մենք չենք հակասում մեր հայությանը, մեր հայ լինելուն, մեր հայկական գոյությանը, հա, որ մենք հայ ենք, հակառակը մեր հայկական արժեքներին ենք ավելի սկսում սատարել եւ դա օգտագործում ենք առօրյայում եւ մոտենում ենք թե Հայկ Նահապետին, թե մեր մեծ հայքին, որը որ Տիգրան Մեծի օրոք էր եւ այդ մեծությունը սկսում ենք զգալ մեզանով։ Երևի շատերը կասեն, ինչի մասին եք խոսում, դեռ ունենք փոքրիկ Հայաստան եւ դրա գոյաբանական պայքարի մեջ ենք։ Այո, հենց դա է խնդիրը, որպեսզի որ աստիճանաբար ավելի պառակտվելով, ավելի ենք մանրացել, ավելի ենք փոքրացել, իսկ հիմա պիտի լինի այն գաղափարական մեծ դաշինքը, որի մի մասը կազմելով պիտի հասկանանք, որ մեր թիկունքում կա մի մեծ ուժ, որի մի մասնիկն ենք կազմում։ Դա ինչ վերաբերվում է հոգեբանական արժեհամակարգային հարցերին, իսկ ինչ վերաբերվում է կազմակերպչական մեխանիզմին, կարծում եմ դա շատ լավ պիտի ստացվի Լարմասի մոտ, որովհետև Լարմաս դաշինքը ինքը արդեն ստեղծվել է յուրահատուկ աշխարհում որպես յուրահատուկ մի դաշինք, իդեպ չկան դրա նման ոչ մի նմանատիպ դաշինքներ չկան, կան փոքրիկ օրինակներ, որ կարող ենք բերել, բայց սա հիանալի գաղափար է, պիտի ասեմ, որ սրա նմանը չկա, որ միացնում է բոլոր տեսակի հայերին, այսինքն միացնում է ամեն աստիճանի վրա գտնվող, բոլոր աստիճանների վրա գտնվող բոլոր անձերին, ովքեր որ կարող են ինչ որ մի ձևով կամ ցանկություն ունեն ինչ որ մի ձևով մասնակից լինել այս ամենին։ Իսկ կազմակերպչական
մեխանիզմը արդեն գործի է դրվել, այս արդեն իսկ ես ծանոթացել եմ այդ թեմաներին եւ ուղղակի ողջունելի է, ես շատ ուրախ եմ, որ նման մեխանիզմով կկարողանանք միացնել հայությանը։ Տիկին Բեգլարյան, դուք նշում եք ազգային գաղափարախոսության միավորող գործոն լինելու հանգամանքը, սակայն հայության մեջ կան բազմաթիվ տարբերություններ, կտրուկ, առանցքային, հիմնական տարբերություններ, թվարկենք դրանցից մի քանիսը։ Նախ հայերը Սփյուռքում օրինակ բնակվում են տարբեր երկրներում, յուրաքանչյուր երկիրը իր առանձնահատկություններով, այսինքն մեկ երկրում բնակվող հայերի հանգամանքները տարբերվում են մեկ այլ երկրում բնակվող հայերի հանգամանքներից, հաճախ կտրուկ են տարբերում, հաճախ հակադիր նույնիսկ։ Հայերը տարբերություն ունեն իրենց սոցիալական վիճակով, գույքային ցենզով, տարբերվում են տարիքային ցենզով, տարեց երիտասարդ, սեռային ցենզով, տղամարդ կին, կրթական ցենզով, մեկի կրթությունը ավելի բարձր մակարդակի է, մյուսինը ավելի ցածր, ազգային արժեքներով դաստիարակված լինել կամ չլինելու հանգամանքով, ոմանք այդպիսի արժեքներով են դաստիարակված, ոմանք ընդհակառակը, հաճախ դրան հակասող այլ արժեքներով, որոնք մենք մեր կողմից քննադատվում են։ Եվ նույնիսկ լեզուները տարբեր են։ Մի մասինը արևելահայերեն է, մի մասինը արևմտահայերեն։ Արդյոք այս ամենը չի խոչընդոտի համախմբելու աշխարհի բոլոր հայերին՝ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի։ Արաջան ձեր հարցը իհարկե շատ լավն էր, բայց կարծեմ դրան պատասխանելը շատ դյուրին պիտի լինի, ասեմ ինչու, որովհետև հայերին ամբողջ աշխարհում ինչքան տարբերում, այնքան էլ մոտեցնում է հայացիությունը։ Այսինքն մենք ունենք հայկական արժեքներ, որոնք որ մնում են հայկական։ Լինենք մենք Հայաստանում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի ինչ որ հատվածներում, թե Եվրոպայում, Ամերիկայում ինձ թվում է, որ բոլորս, մանավանդ Սփյուռքից կարող եմ դա հաստատել, որ բոլորս, երբ տեսնում ենք հայեցիություն, այսինքն այն ինչ որ մեզ ազգային ձևով միացնում է իրար, դա մնում է յուրահատուկ եւ դա պիտի մեզ միավորի։ Ուղղակի կարգավորման մեխանիզմներ են հարկավոր, որոնք արդեն կան ու գոյություն ունեն։ Նաեւ չմոռանանք մեր լեզվի մասին, մշակույթի մասին։ Մշակույթը, մեր պատմությունը, մեր եկեղեցին, մեր հոգեվոր պատկանելությունը մեզ շատ է մոտեցնում։ Այսինքն միգուցե եւ կարող ենք փնտրել, գտնել տարբերություններ, իհարկե կարող ենք դա գտնել, շատ են տարբերությունները, օրինակ տեսնելով դրսում, Հայաստանում լինելով, կարող եք տուրիստական ժամանակներում, երբ որ շատ են տուրիստները Հայաստանում, այդպես չի կարելի ասել, բոլորս տուն են գալիս իհարկե, բայց բոլորս տուրիստ ենք։ Եվ կարելի է ուղղակիորեն տեսնել, որ այս մի խումբը գալիս է Ռուսաստանից, նրանք Եվրոպայից, նրանք Ամերիկայից, դա տեսանելի է։ Իհարկե տարբերությունները կան եւ դա պիտի ընդունենք, որ կան այդ տարբերությունները, բայց քանի որ մենք պատկանում ենք մեկ ազգության, դա մեր հայությունն է եւ հայեցի ենք բոլորս սիրում ենք մեր հայկական մշակույթը, բոլորս սիրում ենք մեր հայ լեզուն եւ պատկանում ենք նաեւ նույն հայկական առաքելական եկեղեցուն, այսինքն հոգեվորական պատկանելություն ունենք, դա շատ մեծ առավելություն է մեզ համար։ Միայն այն մեխանիզմները, որոնք պիտի հիմա որպես գործիքակազմ գործի դրվեն, որպեսզի համախմբեն, ոչ թե պառակտեն այդ տարբերությունները, միայն այս տարբերությունները գործի դնելով կարող ենք համախմբել ու միացնել ամբողջ հայությանը։ Դա իմ կարծիքով։ Իսկ արդյոք հակադրման ինչ որ պահեր չեք տեսնում այստեղ, արդյոք Լարմասը չի հակադրվում հայկական այն կառույցներին, օրինակ, որոնք արդեն իսկ արկա են, օրինակ հայկական Սփյուռքում, ձգտելով գրավել դրանց տեղը կամ մասամբ հանձնառնել դրանց գործառույթները, իրենով փոխարինել արդեն իսկ եղած կառույցները։ Օրինակ, հայ առաքելական եկեղեցին, որ աշխարհի բազմաթիվ երկրներում թեմեր ունի, կառուցվածքային ստորաբաժանումներ, այսպես կոչենք, հայկական կուսակցությունները, որոնք դարձյալ Սփյուռքի զանազան երկրներում արկա են, հայկական բարեգործական կազմակերպությունները, սկաուտական շարժումը, մարզական մշակութային կազմակերպությունները, կիրակնօրյա դպրոցները, հայոց լեզվի ուսուցման հաստատությունները եւ այլն։ Այսպիսի վտանգ դուք տեսնում եք, թե ոչ։
Ոչ, ես այդ վտանգը չեմ տեսնում, փառք Աստծո, ասեմ ինչու։ Մենք արդեն տեսնում ենք, որ Սփյուռքում տարատեսակ կառույցները հակադրում են իրար, այսինքն մրցակցության տրամաբանություն կա այստեղ։ Կարծում եմ լարմասը հենց այն կառույցը պիտի լինի, որ սատարի բոլոր այս կառույցներին, այսինքն միացնի, համախմբվի նույնիսկ այդ կառույցները։ Բնականաբար մեր հայ առաքելական եկեղեցուն պատկանող կառույցները երբեք եւ ոչնչով չեն կարող փոխարինվել, կարող են մենակ փոխարինվել միայն եւ փոխարինվում են ցավոք սրտի աղանդներով, այստեղ շատ մանավանդ Սփյուռքում տարածված խնդիր է եւ կարծեմ հենց լարմասը պիտի լինի այն սատարող ուժը, որ միացնի այս բոլոր պարակտված հայությանը կառույցներին, բացատրեմ ինչու, երբ ես հետազոտություն էի կատարում, այսինքն ինքս ինձ համար հաստատելու, հասկանալու թե ինչու են մարդիկ դառնում աղանդների մի մասը։ Ես հասկացա, որ նրանք կարիք ունեն արժեհամակարգային գաղափարախոսության ինչ որ մի մասնիկը լինել ու զգալ, որ իրենց մեջքի հետևում կա ինչ որ մի կառույց, կազմակերպություն, որ նրանց կսատարի։ Եվ սա է հիմնական պատճառը եղել, որ մարդիկ գնում են դեպի աղանդները, քանի որ հայ առաքելական եկեղեցին իր կառույցներով հանդերձ տեղական կառույցներ, տեղական թեմեր չունի ամենուր։ Եվ սա է խնդիրը, որ իհարկե փորձում ենք նաև հայկական եկեղեցու կառույցները այստեղ հնարավորինս ավելի ընդլայնել եւ ուրախանում ենք ամեն անգամ, երբ նոր կառույց է ձեռք բերվում, օրինակ հիմա Մաստրիխտի համայնքը ձեռք բերեց իր կառույցը հայկական եկեղեցին, որի համար շատ ուրախ էինք, Սուրբ Խաչի տունին միասին էինք այնտեղ եւ շատ հաճելի ու ողջունելի էր, որ կա նման կառույց, որ արդեն միավորում է հայերին այնտեղ, բայց ասեմ, որ նույնիսկ եկեղեցական կառույցներն են մրցակցություն առաջացրել միմյանց միջև, որը որ շատ ցավալի է։ Ես հույսով եմ եւ նաեւ շատ մեծ ողջունելիությամբ պիտի ասեմ, որ ունեմ այդ վստահությունը այս լարմասի կառույցի մեջ, որ նա կլինի միակ առաջին կենտրոնացնող, սատարող այն մեծ կառույցը, մեծությունը, որը կմիացնի ամբողջ հայությանը, որովհետև հասկանալի է, որ եթե ասենք կան անհատներ, հա, եթե անհատ անձինք, մեկը այս պատկանելիության կառույցին, մյուսը այն, եւ նրանք բոլորը համախմբվում են մեկ կառույցի մեջ, արդեն ցանկություն կա, թե ոչ այդ կառույցները պիտի համախմբվեն, պիտի իրար հետ կարողանան միասին համագործակցել։ Իսկ ինչ վերաբերվում է եկեղեցուն, դե ասենք նորից, որ եկեղեցին այն կառույցն է, որ դարեր ի վեր եղել է մեր ազգի միակ ուղենիշը, ուղեցույցը եւ սատարը, եւ չի կարելի ոչ մի դեպքում մտածել, նույնիսկ թույլ տալ մտածել, որ հայ եկեղեցին այդ կառույցը կարող է փոխարինվել ինչ որ մեկ ուրիշով։ Այսինքն դուք նկատի ունեք, որ լարմասը կարող է միայն նպաստել, այլ ոչ թե ինչ որ կերպով խոչընդոտել կամ մխաթարել բնականon գործունեությունը հայկական կառույցների, մասնավորապես հայկական Սփյուռքում եւ նաեւ անգամ այնպիսի գերագույն եւ բարձրակարգ բարձր արժեքներով առաջնորդվող կառույցին, ինչպես մեր Սուրբ եկեղեցին է, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվս մեկ հարց, Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, արդեն Հայաստանի վերաբերյալ հարց։ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը 98%-ը էթնիկ հայեր են։ Եվ այնուամենայնիվ Հայաստանի ավելի քան 50,000 քաղաքացիներ այլազգի են։ Եզդիներ, քրդեր, ռուսներ, ասորիներ, այլ ազգությունների մարդիկ։ Ինչ է կարծում, կարող է արդյոք հայոց ազգային գաղափարախոսությունը լարմասը տիտղոսակիր հայ ազգի հետ միասին համախմբել նաև Հայաստանի ազգային փոքրամասնություններին։ Եվ խնդրեի հիմնավորել ձեր պատասխանը։ Այո, իդեպ նախորդ հարցից անդրադառնամ շատ կարճ մեկ այլ հարցի, եթե խոսում ենք համախմբման կամ կառույցների հակադարձման հետ կապված, ասեմ, որ եթե կան տեղական կառույցներ, դրանք երբեք չեն կարող փոխարինել գլոբալ մեծ կառույցին, բնականաբար, նրանք պետք է գործեն, նրանք հարկավոր են, նրանք իրենց տեղը ունեն, իրենց տեղն են գրավում հայության առօրյայում, բայց
նրանք ամբողջ աշխարհով մեկ միացնող հայությունը միացնող կառույց չեն իհարկե եւ այդ է պատճառը որ ոչ մի դեպքում նրանք չեն կարող լինել որպես մրցակցություն կամ չի կարող լինել հենց այդ մրցակցության տրամաբանության բացակայությունն է որ կարծում եմ պիտի մի համախմբի բոլոր այս կառույցներին վերադառնամ ձեր այս հարցին իսկ փոքրամասնություններին վերաբերվող ասեմ որ շատ հաճելի էր ինձ իմանալ լսել որ մեր փոքրամասնությունները Հայաստանում իրենց շատ լավ են զգում Հայաստանում եւ ես մեկ անգամ չէ որ լսում եմ իմ հաճախորդներից ովքեր որ տարբեր ազգային պատկանելություններ ունեն եզդիներ են, քրդեր են, ասորիներ են, ռուսներ են որ իրենց շատ լավ են ընդունում Հայաստանում որ նրանք շատ մեծ ազատություն են վայելում օրինակ քրդերը նույն Թուրքիայում չեն կարող ասել որ իրենք ինչ որ ազատություն ունեն կամ ինչ որ մի ձևով կարողանում են կամ եզդիները օգտագործել իրենց մշակութային առանձնահատկությունները այն դեպքում երբ որ Հայաստանը նրանց տվել է այդ հնարավորությունը եւ հենց այդ պատճառով կարծում եմ որ եթե չսահմանափակենք ազգային փոքրամասնությունների ազատությունը եթե մենք նրանց հարգենք նրանք էլ բնականաբար մեզ հարգելով լինելով մեր երկրի մասնիկը համարելով մեր երկիրը իրենց հայրենիք պիտի միանան մեզ, որովհետև եթե գաղափարախոսությունը բարգավաճումն է, եթե գաղափարախոսությունը հզորանալն է, կարծում եմ բոլոր այս փոքրամասնություններն էլ նույն ձևով կցանկանան լինել այդ հզորության, այդ բարգավաճման մի մասնիկը եւ մեծ սիրով կպայքարեն կողքի մեզ հետ, ինչպես որ պայքարեցին, ասենք, վերջին մերօրյա պատերազմի ժամանակ։ Անդրադառնալով մեզ համար ամենասիրելի, ամենահոգեհարազատ կառույցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, պետք է նշենք, որ Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունը, ավելի քան 92%-ը, իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Նաև սփյուռքահայերի մեծ մասը իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Ինչպես է այս հանգամանքը համադրվում Լարմասի ազգային գաղափարախոսության համախմբող ազդեցության հետ, արդյոք նպաստում է։ Ճիշտն ասած շատ հիացած եմ այս նորությամբ, որ ես չգիտեի ճիշտ ասած, որ 92% են կազմում այն մարդիկ անձինք, որ իրենց համարում են հայկական առաքելական եկեղեցու մասնիկ, ինձ համար դա շատ լավ նորություն է եւ կարելի է համարել, որ դա փաթեթային նվեր է Լարմասին։ Ինչու, որովհետեւ եթե արդեն գործում է մեզ մոտ այդ տրամաբանությունը, որ մենք, այսինքն մենք ունենք այդ հասկացողությունը, որ մենք պատկանում ենք հայ առաքելական եկեղեցուն, մեր պատկանելիությունը մեզ համար հաստատակ է, ուրեմն դա Լարմասին լավագույն նվերը կարելի է համարել, քանի որ մենք չունենք այլևս այն պայքարը, որպեսզի այդ ամբողջ հայությանը մեր ժողովրդին ետ բերենք դեպի իր հիմքը, իր արմատները, իր դարերից եկող ամենամեծ սատարող կառույցը Սուրբ հայ առաքելական եկեղեցին, որը որ արդեն մարդիկ ունեն այդ պատկերացումը։ Այնպես որ կարծում եմ, որ եթե փորձեինք Լարմասին ավելի լավ փաթեթային նվեր տալ, միգուցե չկարողանայինք։ Սա լավագույն նվերն է եւ կարելի ասել միայն ընդառաջ մասիս, դեպ մասիս, որպեսզի կարողանանք գրավել նոր բարձունքներ։ Իսկապես եկեղեցին հայության համար ամենանվիրական կառույցն է։ Սակայն արդեն մեկ գործնական ուղղվածության հարց տամ ձեզ։ Ինչ եք կարծում, կարող են արդյոք Լարմասին նոր միացող անձինք իրենց ներդրումը ունենալ նրա գործունեության մեջ եւ եթե այո, ապա ինչպես։ Այո, անշուշտ։ Կարծում եմ, որ ամեն մի ոք տարբերվող մյուսից ունի իր յուրահատկությունը։ Մենք բոլորս ունենք այդ յուրահատկությունները։ Եվ եթե մենք հասնենք այն հասկացողությանը, մտածելակերպին, որ մեր յուրահատկություններով հանդերձ, մեր տարբերություններով հանդերձ, մենք կարող ենք ունենալ մեր ներդրումը Լարմասի մեջ, Լարմաս դաշինքի բարգավաճման մեջ, ապա կարծում եմ, որ ինչպես արդեն ասել էի, պիտի որ դա լինի հենց այն գործող մեխանիզմը, որը որ մեր պարակտումը կդարձնի մեր հիմնական մեծ զենքը։ Այսինքն ամեն մի ոք կլինի դա գիտնական, երաժիշտ, ուսուցիչ, ասենք
հաղորդավար, լեզվագետ, լեզվաբան, անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կունենա, կամ ինչ տարբերություն, կամ ինչ մտածելակերպ, կամ որ մայրցամաքին պատկանող հայ կլինի, կարծում եմ նրա ներդրումը լարմասի գաղափարախոսության եւ նրա մեխանիզմի մեջ կլինի մեծ ուժ եւ մեծ ներդրում եւ սա է ամենամեծ ուժը եւ որ չկար մինչ այժմ տեսեք չկար մի ինչ որ մի հնարավորություն որ ամեն մի ոք որ ասում էր ինձանից կախված չի ես ոչինչ չեմ կարող անել հիմա կկարողանա հասկանալ որ իրենից կախված է եթե բոլորս հասկանանք որ մեզանից կախված է այո որովհետեւ մենք կարող ենք լինել այն փոքրիկ լուման որ կարող է բերել մեծ փոփոխության դա հենց այս գաղափարախոսությունն էր որ պակասում էր իմ Հայաստանին եւ իմ հայ ժողովրդին Տիկին Բեգլարյան ձեր ասացին հավելեմ որ այն հարթակներում որտեղ մեր հեռուստադիտողները ծանոթանում են այս տեսանյութերին մենք կտեղադրենք նաև էլեկտրոնային այն հասցեն որին նրանք կարող են դիմել մասնակցության համար յուրաքանչյուրը թող էլեկտրոնային հասցեով դիմի եւ նշի իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը եւ մենք դրան կուղարկենք համապատասխան փաստաթուղթ, որ կոչվում է brief, որը նա կարող է լրացնել եւ արդեն առարկայական մասնակցություն ունենալ լարմաս կոչվող համահայկական մեծ երևույթին։ Էլեկտրոնային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն մենք կտեղադրենք տեսանյութի ներքևի հատվածում կամ տեսանյութի վրա։ Մի քանի բլից հարցեր տամ ձեզ մեր զրույցի ավարտին։ Կարճ հարց, կարճ պատասխան։ Ինչ ապագա եք տեսնում հայ ժողովրդի համար առաջիկա 5 տարում եւ ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Մենք ունենք երկու հնարավորություն։ Կամ բարգավաճում ենք, հզորանում ենք, մեծանում ենք, կամ ավելի ծայրահեղ մասնատվում ենք եւ լինում ենք շատ փոքր անպաշտպան մի երկիր։ Դա այս պահին մեր ձեռքերում է եւ կախված է մեզանից յուրաքանչյուրից, թե մենք ինչ ճանապարհ կընտրենք մեր Հայաստանի, մեր հայ ազգի, մեր հայեցիության պահպանման, գոյատևման եւ բարգավաճման համար։ Կընտրենք մեկ ճանապարհ, որտեղ որ կարող ենք որպես փոքր մոդել, որպես Սինգապուր, որպես Իսրայել մեծանալ, հզորանալ, բարգավաճ լինել նաեւ շատ խելացի, թե կարող ենք կորել պատմության էջերից որպես երբևիցե գոյություն ունեցող մի երկիր։ Իհարկե չեմ ուզում հորետեսությամբ այս հարցին պատասխանել, բայց մենք իրականում ունենք գոյաբանական խնդիր եւ մեզանից յուրաքանչյուրից է կախված մոտակա 5 տարիներին ինչպես կլինի Հայաստանի ապագան։ Մեկ խոսքով ինչպես կարող եք բնութագրել լարմասի առաքելությունը։ Բռունցք, որ եկավ ժամանակին։ Ձեր ուղերձը այն հայերին, ովքեր դեռ կասկածում են, որ հայության միավորումն անհրաժեշտ է եւ հնարավոր է։ Կասեի այսպես, ինչպես որ նոր ասացի, որ մեզանից է կախված, թե որ կողմ կգնանք եւ որ ճանապարհով, եթե կան մարդիկ դեռ մտածում են իմ կարևորությունը չկա կամ ես կարևոր չեմ կամ ես ոչինչ չեմ կարող փոխել, ուրեմն նրանք արդեն համակերպվել են թե որպես կորուստ, թե որպես պարակտում, թե որպես բնաջնջում։ Այդ տեսակ մարդիկ պիտի հիմա ավելի արթուն կերպով նայեն այս հարցին, որովհետև գոյաբանական պայքարը հենց այնպես չի ասվում, մենք իրոք այդ էջի վրա ենք հիմա պատմական, եւ մենք պիտի բոլորս ինչ որ չափով, ինչ որ մասնիկով մենք մեր ներդրումը ունենանք մեր Հայաստանի ապագայի համար, որպեսզի հետագայում կարողանանք պատասխան տալ մեր սերունդերին։ Ինչու ենք այդպես վարվել։ Միացեք լարմասին։ Շնորհակալություն, Տիկին Բեգլարյան։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Նիդերլանդաբնակ հայ Վալենտինա Բեգլարյանը։ Աստված ամենքիս հետ։